Բարի կիրակնորյա, կեսօր եմ ասում իմ սիրելի հետևորդներին, իմ լավ ու բարի հետևորդներին, անձրևը նոր ա կտրվել, առավոտից մռայլ էր, անձրև ու չգիտես ինչ, երեկվա վլոգը այն որ պիտի տեղադրեի, այս պահին չուզեցա որ տեղադրեմ, որովհետև մի ուրիշ ասելիք ունեմ, մի ուրիշ խոսք ու զրույց ունեմ ձեր հետ, տեսնեմ ոնց կհասկանաք ինձ, ինչ ըմբռնումով կմոտենաք իմ խոսքին, որովհետև այն ինչի մասին որ ուզում եմ խոսամ, շատ վախով եմ ուզում զրույցս սկսեմ, չգիտես թե ինչի, ճիշտ է լռելը ու արհամարելը ամենալավ տարբերակն է շատ հարցերում, դրա համար հարցեր կա, որ չեմ բարձրաձայնում, բայց չգիտես թե ինչի կան հեյթեր, որ իրանց սիրելի էջերում փորձում են ինձ քննարկեն ու սիրելի հետևորդներ ջան, այդ լամիկում ու հենց այդ քննարկման, այդ որ գնում են ծավալվում, կոմենտներ ակտիվացնում, Ալեքս, այդ որ գնում են ծավալվում, կոմենտներ ակտիվացնում, Ալեքս ջան նկարում եմ, դե արի տուն, հենց մտավախությունս այդ դրանում է, տուն արի Ալեքս, մտավախությունս հենց այդ է, որ միգուցե սա էլ այս թեման էլ ծավալեն, ավելորդ խոսան, իսկ ինչը որ վերաբերում է այս թեմային, կխնդրեմ, որ գոնե այս թեմայով կոռեկտ լինեք ու չծավալվեք, եթե մարդկային հատկանիշները վեհ են ձեր մոտ, իսկ ես վստահ եմ, որ ամեն մարդ էլ ունի մարդկային վեհ հատկանիշներ, շատ հեռվից եմ ուզում կամ այն ինչի մասին ուզում եմ որ խոսամ, որովհետև չեմ թաքցնում, միջից վախ կա, ոչ մի անգամ այս ֆորմատի հոլովակ չեմ նկարահանել, եղել է դեպքեր լուռումունջ իմ գործն արել եմ, առանց բարձրաձայնելու, առանց մի որևիցե բան ասելու, բայց այս անգամ ուզում եմ, որ բարձրաձայնած լինեմ, սիրելի հետևորդներ ջան, ինձ կներեք, մի քիչ երկար եմ ասելու, որովհետև դուխս չի հերիքում, որ ասեմ, հա, սենց ասեմ, այս էլ որ սկսեցի նկարահանել, շնորհակալություն Մանուշակին, ինքը ոնց որ ինձ ստիպեց, պարտադրեց, որ Անահիտ անպայման ասա, դա ամոթ բան չի ու խորհուրդ տվեց ոնց ասեմ, էսա կասեմ, ասա, որ ժողովուրդ, եկեք աղոթենք, քանի որ օրն էլ կիրակի է, եկեք մեր օրը աղոթքով սկսենք, հետևում եմ Մանուշակի խորհրդին ու իր ասած ձևով էլ ուզում եմ սկսեմ այս վլոգը, փորձելու եմ չլացեմ, չներվայնանամ, աչքերս շատ չթարթեմ, օրը կիրակի է, ամենքս մեր սրտում աղոթք անենք, ես բարձրաձայն կասեմ, Տեր ջան, շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչը որ ես ունեմ, ինչը որ ես գնահատում եմ, այն որ ցավոք շատերս չենք գնահատում, որովհետև սիրելի հետևորդներ, կյանքում շատ բաներ կա, որ շատերս գիտենք, հա դե սենց պտի լինի, դե բա ուրիշ ձևի ոնց կարա լինի ու մի խոսքով էլի դիմացինի ցավը չենք փորձում, կամ տեսնենք, կամ գոնե օգնենք, երբ որ ես սկսեցի Ալեքսի հետ վերականգնողական կենտրոններ գնալը, իսկ մինչև այդ ես խոհանոցային էջում
կայի, Ալեքսն էլ կար, չէր երևում, անգամ ես չէի երևում, որովհետև այդ պահը տենց էր թելադրում։ Հետո պահ եղավ, ես երևացի, սիրելի հետևորդներ ջան, այնուհետև ոնց ասեմ էլի, պահը տենց թելադրեց, ուրիշ տարբերակ չկար, որովհետև երբ որ ուզում ես ապրես ու պայքարես, ամեն ինչ էլ անում ես։ Խոհանոցային էջից հետո ուզում եմ միտքս հավաքեմ ու մի քիչ հանգստանամ, դրա համար եմ սենց երկարացնում, ինձ կներեք։ Խոհանոցային էջից հետո ունեցա Անահիտ Ալեքս էջ, որտեղ ցույց տվի մեր առօրյան, որտեղ ցույց տվի իմ Ալեքսին, որտեղ ցույց տվի ինձ, իմ ընտանեկան որոշ բաներ։ Ընթացք եղավ, որ շատ կոպիտ ասած կտանքների ենթարկվեցի հոգեբանական իմաստով, սկսեցին ծաղրել թե իմ ուռած ոտքերին, թե իմ քաշին, թե իմ երեխային։ Ամեն մի կին կուզենա, չէ, որ ներկայանալի տեսք ունենա, Աստծուն փառք, ես էլի ունեմ ներկայանալի տեսք, Աստված ուրեմն ինձ էլ այս ձևով ստեղծել, փառք իմ Աստծուն, որ ես քայլում եմ, իմ չափով արարում եմ, աշխատում եմ, իմ հոգսերը ես հոգում եմ։ Ու սիրելի հետևորդներ ջան, կուզենա, որ ունենա անթերի ընտանիք, անթերի ամուսին, անթերի երեխա, այն որ նստի, զարթնի, հպարտանա, ասի սենց, երեխես այս չեմպիոնում շահեց, այն մրցանակը բերեց, այս սպորտաձևը մեզ գնաց, տեղ են գնաց, ընդեղ են գնաց։ Շատ անգամներ ծաղրել են ինձ, հերիք չի, ես կուլ եմ տվել Աստծո օրհնությունով ու օգնությունով, փորձել մի խոսքով էլի հոգեբանորեն ճնշեն, բայց ես այնքան ուժեղ եմ, Աստված այնքան ուժ ա ինձ տվել, դրանք ինձ համար երրորդական ա։ Ու երբ որ տեսել են չի ստացվել, փորձել են ծաղրել իմ երեխին, իմ Ալեքսին, ամեն վատ բառերով, դե ամեն մարդ յուրովի մտածելակերպ ունի, ոչ մեկին ես չեմ կարող ասեմ, արի սենց, արի նենց, արի նենց։ Եղել ա դեպքեր, որ ես փորձել եմ չարին չարով պատասխանեմ, այսինքն հավասարվեմ իրանց, կոպիտ ասած կռիվ անեմ, եթերային բան, հետո հասկանում ես, էդ էլ չի էլի քոնը, չարները միշտ ապրում անվերջ, անեծք նրա չար գործին, որդիդ լինի թե հերումեր, թե մուրազով սիրած կին, էդ դեռ է եսին երբ ահա Թումանյանն ասել, դա հո հենց նենք չի ասվել, են էլ մեր լոռու զորերը։ Ու որոշեցի, որ ապրեմ իմ առօրյավ, գիտակցելով, որ այո, ունեմ լսարան, չեմ ասում մեծ լսարան, խոհանոցում շուտով կդառնանք 96, տեղ էլ համարյա թե 29,000 ենք արդեն, 29,000 ենք, էլի չեմ ասում մեծ, որովհետև մեծը իմ համար լրիվ ուրիշ հասկացություն ա։ Ու էդ էլ անցանք, սիրելի հետևորդներ, երբ որ ես սկսեցի գնալ վերականգնողական կենտրոններ, շատ ծաղրուծանակի ենթարկվեցի, շատ վատ մեկնաբանությունների հանդեպեցի, դեբիլ երեխա այդ գրել չգիտի, կարդալ չգիտի, այս չգիտի, այն չգիտի, այն չգիտի, Աստծուն փառք, իմ երեխան ամեն ինչ էլ գիտի, ճիշտ ա, անգլերեն չենք կարում կարդանք ու գրենք, վստահ եմ, դա էլ ենք կարդալու ու գրելու, Աստված մեծ ա, այ անգլերենից ոչինչ չգիտենք, չեմ հրաժարվում դրանից։ Ես էլի կուլ տվեցի, գիտեք ընչի, վերականգնողական կենտրոններ, մարդը դիմում ամ տարբեր
պատճառներով, ախտանիշներով, հա։ Մեկն ունեն նմա ուղեղային կատված, հեռու տանից տեղից, մյուսն ունեն նմա, գիտեք էլի, չեմ ուզում թվարկեմ, որ այդքանը թվարկեմ, կլացեմ, իսկ ես չեմ ուզում այլևս եթերում լացեմ։ Ամեն մարդ տարբեր ձևով է ցավոք սրտի դիմում վերականգնողական կենտրոններ ու ոչ բոլորն են, այսպես ասած, կարողանում էլի արդյունքը ստանան։ Ես միշտ ասել եմ, երբ որ հանդիպում եմ սայլակով երեխեքի, ես աշխատում եմ այդ պահին անգամ չկանգնեմ, տեղ եմ գտնում, արագ վրազ նստում եմ, չգիտեմ ով ոնց կհասկանա, բայց դա ցավ է իմ համար, ինչքան ուզում ա չեմ ուզում անջատեմ հեռախոսս, ինչքան ուզում ա, որ ես գնում եմ տարիներ 2-3 անգամ, մեկը էլի ցավ ես ապրում, չի լինում, հանդիպում ես տարբեր, օրինակ եղավ մի անգամ վերականգնողական կենտրոնում, մի երեխու խրուստալիկ էին ասում, խրուստալը դե գիտեք ինչն է, ճենապակի են, որ փշրվում է էլի սենց, որ շատ ասում են խրուստալիկ ջան, խրուստալիկ, սիրում են դա երեխեքին, ամոթս են կոմ դրի մի լավ աղջիկ կարելի, հարցրի ասի ինչի են էլի սենց ասում, ասում ա որովհետև այդ երեխու ոսկորները փշրվում է, ինչ ասես, Աստված հեռու պահի բոլորիս այդ բաներից, ինձ եղել ա, որ շատ եք հարցնում, մի էլ եք հարցնում, ասում եք Անահիտ ջան, մի տանի, տղա երեխա ա, ոչինչ, թող ոտը մի քիչ սենց լինի, թող ոտը մի քիչ նենց լինի, բայց ծնող ես, ուզում ես, որ տանես ու լիարժեք արդյունքի հասնես ու քեզ լավ զգաս, դրա համար եմ ես գնում, սիրելի հետևորդներ ջան, ու այն ինչի մասին, որ ես ուզում եմ ասեմ, շատ հեռվից եկա, որ հասկանաք, ես եմ այսքան ծամծում եմ, ասած կայքերում ակտիվ եմ, Facebook-ում, Instagram-ում, սիրում եմ իմ համաքաղաքացիներին, իմ ծանոթներին, ովքեր մեզ սիրում են, ում հետ ծանոթանում եմ, մի խոսքով էլի սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ մարդկային շփումը, փոխհարաբերությունները, օգնելը, ինչ շատ անգամ ասում եք, գրում եք վատ բաներ, ես ուղղակի չեմ բարձրաձայնում, դու միայն սիրում ես, որ վերցնես, երբևիցե եղել ա, որ տաս, ես մի ձեռով տալիս ես, մյուս ձեռով էլ վերցնում, Աստված ասում ա, պիտի տաս, որ ստանաս էլ, ուղղակի տալուց, որ ես նկարահանեմ, ճիշտ չի, ամեն անգամ ինչ-որ մի ձևով փորձում եմ ես մի օգտակար բան անեմ, թեկուզ որ գնում ենք վերականգնողական կենտրոններ, այն որ կարող ա հավեսս տամ երեխու մամային շատ համոզեմ, ասեմ արի գնանք ման գալու, արի գնանք ստեղ, արի գնանք ընդեղ, այդ օրվա այդ երեխի օրը ուզենամ լավնացնեմ, ուզենամ այն զույգ աղբերներին կհիշեք իրանց հետ ինչքան հավես բաներ են կարել, էլ սուշի սարքել, էլ պոնչիկանոց, էլ են, Աստծուն փառք, այսօր բոլորն էլ կարում են իրանց երեխեքին պահեն, նստի տեղ մինչև գաս, հա, հիմա Ալեքս, գնա, ընդեղ գնա ասիս ճան, այդ է, Այս կգամ նստի տեղ, չեմ ուզում ինքը որ կա կողքից նստի վաբշե կազդվեմ, չեմ կարա ոչ մի բան խոսամ, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, շատ բաների մեջով եմ անցել, այո, շատ մարդիկ էլ իմ Ալեքսի օրն են տոն դարձրել, իմն էլ հետը, իմ այդ հոգեբանական ծանր վիճակից հանելով ինձ, ոնց ասեմ, ձեռ մեկնելով ինձ, չգիտեմ էլի, այն որ գոհու շնորհակալ եմ, մի դեռնիկանց տեղեր, այս ինչի մասին ուզում եմ որ խոսամ, Facebook-ում մի հատ նկար աչքովս ընկավ, ու սիրտս մղկտոցն ընկավ, սիրելի հետևորդներ ջան, այս երեխու մաման չգիտի,
որ ես դիմել եմ ձեր օգնությանը, ամեն անգամ ես սենց բան չեմ անի, ես էլ շատ երկար եմ էլի մտածել, այն որ իրոք վախում էի, զուտ մանուշակի ես սենց դուխ տալով ես արեցի ես քանը, եկեք աղոթենք փոքրիկ Դանիելի համար, Աստծուն խնդրենք, որ իրան էլ զորավի գլնի, շատ-շատերս նստում ենք, շատ-շատերս կանգնում ենք, տեսեք ինչքան հասարակ բան եմ ես ասում Աստված ջան, բայց կա փոքր մի հատ երեխա, որ ոչ կարում ա նստի, ոչ էլ կարում ա կանգնի, ոչ մի բան չի կարում անի, չի կարում խոսա, չի կարում քայլի, ինչ քայլի, եթե չի նստում, չի կարում էլի, ուղղակի իրա մաման հազար ներողություն սենց մի հատ ասացված կա, չէ, ասմա, չեմ ասի այդ բառը Տերն ա հասկանում, լեզուն Տերն ա հասկանում, ու գնահատում ու խրախուսում եմ այն ծնողներին, ովքեր այն ատամներով կաշվից դուրս գալով իրանց երեխեքին պահում են, մեծացնում են, պայքարում են, հանրությանն են դիմում, չգիտեմ, ամեն ինչ անում են, բայց իրանց երեխին ուզում են օգնած լինեն, ես խրախուսում եմ, ես այդ ձևի ծնողների ցավը տանեմ, հալալ ա այդ ձևի մարդկանց, այն որ չեն կոտրվում, այն որ թեկուզ դառնում են մուրացկան, բայց իրանց երեխին ուզում են օգնած լինեն, պահած լինեն, ինչքան որ կարում են, այ ես էլ եմ միշտ ասում եմ Աստվածին ինձ ուժ տուր, ես այնքան ապրեմ, Տեր ջան, ինձ այնքան կյանք տուր, որ ես Ալեքսին Աստծուն փառք ինքը կանգնում ա, քայլում ա, բայց էլի ուզած ձևով էլի այն որ ասեմ, ով է, Տեր ջան, հոգիս էլ քեզ, մարմինս էլ քեզ, ինչ ուզում ես եմ էլ արա, ինձ թվում ա հասկացաք ինչ եմ ասում, հիմա սիրելի հետևորդներ ջան, այդ նկարը սկրինշոտ եմ արել ու գցել Ալեքսիս Viber-ին, նստի գալիս եմ, բարի խնդրանք Դանիելի համար, սիրելի ընկերներ, ես Դանիելի մայրիկն եմ, իմ փոքրիկը 3 տարեկան է, բայց դեռ չի քայլում ու չի արտասանում առաջին բառերը, պատկերացնում եք, այս աղջկա 3-րդ երեխան ա, ես ճանաչում եմ այս աղջկան, գիտեմ որ սուտ չի, գիտեմ որ ոչ մի բան չի, անգամ այս աղջիկը չգիտի, որ ես այս ձևի եթեր եմ անելու։ Նախնական ախտորոշումն է գլոբալ զարգացման հապավում և հիդրոցեֆալիա։ Չնայած ամեն դժվարությունների, նա շատ ժպտերես ու պայքարող երեխա է ու ամեն օր փորձում է սովորել ինչ-որ նոր բան, անհրաժեշտ է հերթական գենետիկ հետազոտություն, որի արժեքն է 350,000 դրամ, նաև անցնում ենք վերականգնողական թերապիաների, այստեղից ես իրան շատ գնահատեցի, ես գիտեմ այդ ինչ ա, ես ապրում եմ այդ ցավը, ու շատ դեպքերում գրում են, ինչ դու ես թերապիայի գնամ, դուք գնում եք ուտել խմելու, սրանից նրանից բան ուզելու, եթե մենք այդ թերապիաներից դուրս չգանք ու չգնանք, օրինակ, ինչ-որ թե մի ժամանցի կենտրոն, թեկուզ մեր հացը մի սննդի օբյեկտում ուտենք, դա կլինի պիցերիա, դա կլինի չգիտեմ թե ինչ, ես բառիս ուղիղ իմաստով կխելագարվեմ այդ կենտրոնում, հենց մեկը ես, էլ չասեմ իմ երեխի մասին, այ որ այսքանը կարդացի, ես հասկացա էլի այդ ինչա, ինչ ցավ ապրեմ այս մարդը, կուրսեր յուրաքանչյուրը մոտ 390,000 դրամ արժողությամբ և մեզ պետք է մի քանի կուրս անցնել, մի քանի կուրսը, մի գիտեմ ասելու եք, այս երեխեն փոքր ա, բա պետպատվերը, բա ասում են 18 տարեկան, բա էս, բա են,
Այստեղ եմ ես ասում, սիրելի հետևորդներ ջան, ամեն մարդ պետք է իմանա պետությունից իրան եկած հասանելիքը։ Ես գիտեմ, որ տարին 2 անգամ կարամ գնամ վերականգնողական թերապիաների, Աստծուն փառք, մեր վիճակն այնքան թեթև է համեմատած այս բարդ դեպքերի։ Այդ երկուսը մեզ լրիվ հերիք է, դրանից այն կողմ տանը ունենք տրինաժոր, դրանից հետո աստիճանի վրա վարժություններ ենք անում, դրանից հետո տենում եք Ալեքսինես խմբակային, պարապունքը անում եմ, իսկ այն երեխեքը, ովքեր Դանիելի նման չեն կարում ոչ նստեն, ոչ կանգնեն, ոչ քայլեն, ոչ խոսան, ոչ ուտեն, վստահ եմ, այս երեխեն չի էլ կարում ուտի, այդ երեխեքին, սիրելի հետևորդներ, կոպիտ ասած իրանք պետք է այդ հիվանդանոցի դռներից տուն չգան, որ այդ երեխեքը խելքի գան ու յուրաքանչյուրը մոտ 390,000 դրամ արժողությամբ, գներն էլ ինքը ճիշտ ասում չի խաբում, և մեզ պետք է մի քանի կուրս անցնել, էս էլ է ճիշտ ասում, ես գիտեմ, որ ինքը ճիշտ է ասում, խնդրում եմ ձեզ օգնել գումարով և աղոթքով, ձեր բարիությունն ու աջակցությունը Դանիելին ավելի մոտեցնում են առողջ ապրելակերպի ու ապագայի, շնորհակալ եմ, որ մենակ չեք թողնի, Աստված օրհնի յուրաքանչյուրիդ ու ստեղ ուզում եմ ցույց տամ այս երեխին, չգիտեմ ցույց է տալիս, լույսի կտոր երեխա, աշխարհում սաղ երեխեքն էլ են, սիրելի հետևորդներ, լույսի կտոր, վատ երեխա չկա, դեբիլ երեխա չկա, հազար ներողություն իմ եթերային արտահայտության համար, անգետ ու անգրագետ երեխա չկա, հիվանդ երեխա չկա, լրիվ երեխեքն էլ ծնված են ապրելու, արարելու ու մարդկությանը մի մասնիկը դառնալու համար, հիմա նայած Աստվածուն ոնց է ստեղծել ու ինչ ճակատագրով է ստեղծել, նորից եմ ասում, ոչ մի երեխա իմ մտածելակերպով մեղավոր չի, որ ինքն է ձևածնվել, ոչ մեկ, դա ի վերուստա Աստված ամեքի հետ կապում է մի ճակատագիր, ամեքին տալիս է տարբեր ձևի խնդիրներ, դրա համար խնդրում եմ, եթե ձեր մեջ կլինեն այն ձևի մարդիկ, ովքեր կուզեն օգնեն, ես ինչի էի վախում ես տեսանյութն անելուց, այն որ հմի նայում ես Instagram-ում ասում են, եթե ամեքդ 100 դրամով օգնեք, եթե ամեքդ 1000 դրամով օգնեք, կա չէ ինչ-որ տենց բաներ, ես այ դրանից էի վախում, սա այդ դեպքը չի, Դանիելի մաման անգամ գիտեմ որտեղ է ապրում, մենք իրար հետ նույն կուրսում սովորել ենք, չեմ ուզում շատ մանրանամ, այն անգամ էլ Անիին, իմ տղայի դասընկերուհուն, ուրեմն երբ որ գովազդեցի, կոպիտ ասած, դե գովազդնել օնլայն հարթակում փողով է, չէ, որոշ մարդիկ գրեցին, որ դու հենց նենց տեղը գովազդանող չես, այո, ես հենց նենց տեղը գովազդանող չեմ, որովհետև ապրում ենք ստի ու խաբեության երկրում ու ոչ մեկի չես հավատա, մինչև դու չճանաչես, մինչև դու այդ մարդու հետ չշփվես, Աստծուն փառք, ես Անին լավ եմ ճանաչում, էլ չասեմ իր մամային, էլ չասեմ Դանիելի մամային ու ոչ մեկից Աստված վկա, ես երբեք ձեռքս չեմ մեկնի ու գովազդի փող վերցնեմ, թեպետ եթե գովազդը վճարով է մեր բլոգերների համար, բայց այս դեպքերի համար չի կարա տենց բան լինի, ես ինձ թույլ էլ չեմ տա այդպիսի բան անեմ, այնպես որ ես գիտեմ ինձ նայում են տարբեր կողմերից, տարբեր մարդիկ, տարբեր, ունեցել եմ այնպիսի բաժանորդներ, որ ինձ ասել են Անահիտ, այդքան վերականգնողական կենտրոն ես գնում,
Ցույց կտաս ինձ այն ձև երեխու տեղ ում օգնություն ա պետք։ Ես լուռում առանց բարձր խոսալու, առանց եթերները մասելու ցույց եմ տվել, որովհետև իմացել եմ, որ այդ երեխի մաման կաշվից դուրս ա գալի, որ իր երեխին մի կտոր հաց տա, իսկ շատ-շատերս, Աստված ջան դու ինձ ների, այն որ բան ենք անում էլի, իր նմա որ հաց ա չոր անում կամ մի բան դեն ենք գցում, թեպետ ես չեմ սիրում հացի փշուրն անգամ դեն գցելը։ Այնպես որ սիրելի հետևորդներ, միգուցե տարօրինակ տեսանյութ ստացվեց, միգուցե չգիտեմ ես ինչ եղավ, բայց ես ուզում էի, որ այս ձևի տեսանյութ նկարահանեմ, որովհետև այս ամառն եկավ, մենք էլի ունենք թերապիա, էլի այդ հոգեբանական ընկճման մեջ եմ ընկնում հենց մեկը ես, որ նորից գնում ենք ու մեր առօրյան անց ենք կացնում տարբեր տիպի երեխեքի հետ, այն որ երեխեք կան, իրանց սիրունա չոներով քեզ նայում են, ձեռով սենց անում, որ արի ու ուզում են կամ դու իրան գրկես, կամ դու խոսաս ու ծանր ա մեկը իմ համար շատ, որովհետև ահա որ ա դա, ինչքան ուզում ա տարին 2 չէ 3 անգամ էլ գնամ, մեկը ամեն անգամ ես լացկանի պես, որ մի նոր երեխու տենում եմ, լացում եմ, որովհետև չես կարա էլի քարի ու երկաթի պես նայես մի անմեղ երեխի, ով քեզանից չգիտես թե ինչ ա ուզում, հասարակ մարդկային շփում ա ուզում, այնպես որ փառք տանք Աստծուն մեր ամեն օրվա համար, այն որ վերև կենում նստում ես, քայլում ես, հաց ես ուտում, ծամում ես, շատ երեխեք անգամ չեն կարում հաց ուտել, տեսեք մենք էլ ենք գնում լոգոպեդի մոտ, մի ուրիշ երեխա էլ ա գնում լոգոպեդի մոտ ու այդ իմ երեխան լոգոպեդի մոտ մտնում ա դատարկ, օրինակ ռն չի կարում ասի, լմ չէր կարում, եղել ա այս անգամ որ գնանք ռեի վրա պիտի աշխատենք, ռոբոտ, Ռոբերտ, ռինգ, ռնգեղ ջուր չի կարում ասի, ուրիշ ձևի ասում նկատած կլնեք, լն էլ էր տենց, լն սովորել ենք, իսկ մյուս երեխեքի մամաներ սնունդ են տանում, որ լոգոպեդը օգնի այդ երեխան ուտելու ձևը սովորի, գնահատենք են ինչ ունենք, չդժգոհենք, չասենք սենց, չասենք նենց, ու սիրենք իրար, հարգենք իրար, չծաղրենք, չասենք վայ հլա նրան, անգրագետ ա, դեբիլ ա, չի կարում կարդա, 1000 ներողություն, որ եթերում այս ձևի բառեր եմ արտահայտում, թեպետ շատ եմ ես ստացել նմանատիպ գրառումներ, ընդհակառակ մոդիկանանք ու օգնենք, ասենք վայ Ազիզ ջան, ինչ ես ուզում, կամեն, ոչ թե ծաղրենք, ծանակենք ու ասենք բա, մենք IQ շահացենք, այս մեկն էլ ոչ գրելը գիտի, ոչ կարդալը գիտի, բերցեց եմ ջարդեմ, տամ սատկացնեմ, լավ տղա խաղամ կամ լավ աղջիկ խաղամ ու սենց լիքը բաներ, չի կարելի սիրելի հետևորդներ, ես վստահ եմ, գիտեմ, ինձ նայում են տարբեր երկրներից, եթե մարդ եք, միգուցե կուզենաք, որ ինչ ասեմ, օգնած լինեք ես երեխին, ես այս տեսանյութը մինչև կտեղադրեմ, կզանգեմ իրա մամային, կասեմ, որ սենց բան եմ արել, իրա մաման կմտնի մեջ, կգրի իրա տվյալները, եթե ցանկություն կունենաք, եթե կուզենաք, մեր Ստեփանավան քաղաքի Ուռուտ գյուղում ա, այդ երեխան ապրում, իրա մամայի, ընտանիքի, 2 աղբերների հետ, եթե կուզենաք, որ օգնեք, եթե չէ, խնդրում եմ ոչ մի ավելորդ բան չգրեք, եկեք բոլորս էլ լավ մարդ մնանք, լավ մարդու տեսակ, չծաղրենք, ձեռ չառնենք,
որովհետև այս կյանքում ոչ մեկն ապահովագրված չի։ Երկար բարակ ասելու համար կներեք, այս իմ ամենադժվար եթերն էր, քանի տարի ես YouTube հարթակում եմ, սենց դժվար եթեր, ծանր եթեր չեմ ունեցել, որ այսքան խառն ելնեմ ու անկեղծ ելնեմ ձեր հետ, բայց այդ երեխան շատ ազդեց իմ վրա, այնպես որ իրար օգնենք, որ չհոգնենք, ես գնամ իմ տեսանյութը տեղադրեմ ու զանգեմ Դանիելի մամային, Գայանեին, կսպասեմ ձեր մարդկային գրառումներին, ոչ թե ծաղր ու ծամակին, իսկ սրանց հետո արդեն կտեղադրեմ երեկվա վլոգը, առայժմ